Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք գործնական եղանակով կիրականացնենք իոնային և ոչ իոնային միացությունների էլեկտրահաղորդականության որոշում։ Կհամեմատենք իոնային և ոչ իոնային միացությունների էլեկտրական հոսանք հաղորդելու հատկությունները։ Կտարբերակենք իոնային և ոչ իոնային միացությունները ըստ դրանց էլեկտրահաղորդականության։ Փորձնական ճանապարհով կստուգենք, թե ինչ դեր ունեն լուծույթում առկա իոնները էլեկտրական հոսանքը անցկացնելու համար։ Լուծույթների էլեկտրահաղորդականությունը պայմանավորված է դրանցում առկա ազատ շարժվող լիցքավորված մասնիկներով, կատիոններով և անիոններով։ Իոնային միացությունները ջրի մեջ լուծվելիս առաջացնում են իոններ և դառնում էլեկտրահաղորդ, օրինակ նատրիումի քլորիդը, կալիումի հիդրոքսիդը և աղաթթուն։ Ոչ իոնային միացությունները ջրում չեն իոնացվում և հոսանք գրեթե չեն հաղորդում, օրինակ շաքարը, գլիցերինը, սպիրտը։ Էլեկտրահաղորդականության փորձը պարզ միջոց է տարբերակելու այս երկու դասի միացությունները՝ նյութ, խառնուրդ, չոր կերակրի աղ, շաքարավազ, թորած ջուր, կերակրի աղի լուծույթ, շաքարավազի լուծույթ։ Փորձերն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են հաստատուն հոսանքի աղբյուր, մարտկոց, ածխե էլեկտրոդներ, էլեկտրական լամպ, իր բնիկով, հաղորդալարեր, բռնիչներով, անջատիչ, ամպերմետր, 250 մլ տարողությամբ բաժակ, 100 գ կերակրի աղ, 50 գ շաքարավազ, սախարոզ, 600 մլ թորած ջուր, աղյուսակ, թուղթ և գրիչ։ Էլեկտրական սարքավորումների հետ աշխատելիս պահպանել անվտանգության կանոնները, ստուգել հաղորդալարերի մեկուսացման շերտերը, սարքը հավաքել ոչ հաղորդիչ նյութից պատրաստված հարթ և չոր մակերեսի վրա, փորձից ստացված թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ, փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Եթե էլեկտրոլիզի սարք չունենք, ապա կարող եք նախքան փորձ սկսելը այն պատրաստել էլեկտրոդներով։ Երկու էլեկտրոդները ֆիքսենք օգտագործելով պլաստիկ կափարիչ։ Կափարիչի վրա 2-ից 3 սմ հեռավորությամբ բացենք աղյուսե էլեկտրոդների չափսերով երկու անցք, այնպես որ էլեկտրոդները հեշտությամբ մտնեն, բայց ամուր մնան։ Էլեկտրոդներ բաժակի մեջ պետք է տեղադրել զուգահեռ։ Իսկ որպես էլեկտրոդ կարող ենք վերցնել ոչ պիտանի մարտկոցների կենտրոնում եղած աղյուսե ձողերը։ Հանելուց հետո այն պետք է հոսող ջրի տակ լավ լվանալ ու չորացնել։ Նախքան փորձերն սկսելը հավաքենք նաև էլեկտրական շղթա, հետևելով հետևյալ սխեմային։ Ամպերմետր, էլեկտրոլիզի անոթ, էլեկտրական լամպ, անջատիչ, հոսանքի աղբյուր։ Անցնենք փորձերի կատարմանը և արդյունքների գրանցմանը։ Էլեկտրոլիզի անոթի մեջ լցնենք չոր կերակրի աղ։ Իջեցնենք էլեկտրոդները։ Միացնենք շղթան անջատիչի միջոցով։ Հետևենք լամպին, լամպը չվառվեց, ամպերաչափը հոսանք չգրանցեց, աղյուսակում գրանցենք արդյունքները։ Անջատենք շղթան, հանենք էլեկտրոդները, մաքրենք, դատարկենք անոթի պարունակությունը նախատեսված տարաների մեջ։ Աշխատում ենք թղթե չոր անձեռոցիկով, որպեսզի անոթն ու էլեկտրոդները չխոնավեցնենք։
Էլեկտրոլիզի անոթի մեջ լցնենք 4 շաքարավազ։ Իջեցնենք էլեկտրոդները։ Միացնենք շղթան անջատիչի միջոցով։ Հետևենք լամպին։ Լամպը չվառվեց։ Ամպերաչափը հոսանք չգրանցեց։ Աղյուսակում գրանցենք արցունքները։ Անջատենք շղթան։ Հանենք էլեկտրոդները, մաքրենք, դատարկենք անոթի պարունակությունը նախատեսված տարաների մեջ։ Մաքրենք նաև անոթը։ Աշխատում ենք թղթե չոր անձեռոցիկով, որպեսզի անոթն ու էլեկտրոդները չխոնավեցնենք։ Էլեկտրոլիզի անոթի մեջ լցնենք թորած ջուր։ Իջեցնենք էլեկտրոդները։ Միացնենք շղթան անջատիչի միջոցով։ Հետևենք լամպին։ Լամպը չվառվեց։ Ամպերաչափը հոսանք չգրանցեց։ Աղյուսակում գրանցենք արցունքները։ Անջատենք շղթան։ Հանենք էլեկտրոդները, մաքրենք, դատարկենք անոթի պարունակությունը նախատեսված տարաների մեջ։ Մաքրենք նաև անոթը։ Աշխատում ենք թղթե չոր անձեռոցիկով, որպեսզի անոթն ու էլեկտրոդները չխոնավեցնենք։ Էլեկտրոլիզի անոթի մեջ լցնենք 50 գրամ կերակրի աղ։ Ավելացնենք 150 մլ թորած ջուր և խառնենք։ Իջեցնենք էլեկտրոդները։ Միացնենք շղթան անջատիչի միջոցով։ Հետևենք լամպին։ Լամպը վառվեց։ Ամպերաչափը հոսանք գրանցեց։ Աղյուսակում գրանցենք արցունքները։ Անջատենք շղթան, հանենք էլեկտրոդները, մաքրենք, դատարկենք անոթի պարունակությունը նախատեսված տարաների մեջ։ Մաքրենք նաև անոթը, աշխատում ենք թղթե չոր անձեռոցիկով, որպեսզի անոթն ու էլեկտրոդները չխոնավեցնենք։ Էլեկտրոլիզի անոթի մեջ լցնենք 50 գրամ շաքարավազ։ Ավելացնենք 150 մլ թորած ջուր և խառնենք։ Իջեցնենք էլեկտրոդները, միացնենք շղթան անջատիչի միջոցով։ Հետևենք լամպին։ Լամպը չվառվեց։ Ամպերաչափը հոսանք չգրանցեց։ Աղյուսակում գրանցենք արցունքները։ Անջատենք շղթան, հանենք էլեկտրոդները, մաքրենք, դատարկենք անոթի պարունակությունը նախատեսված տարաների մեջ։ Մաքրենք նաև անոթը։ Աշխատում ենք թղթե չոր անձեռոցիկով, որպեսզի անոթն ու էլեկտրոդները չխոնավեցնենք։ Փորձն ավարտվեց։ Անվտանգության կանոնները հաշվի առնելով կարգի բերենք աշխատասեղանը և անցնենք արդյունքների վերլուծությանը։ Աղյուսակի տևելները մեզ հուշում են, որ փորձ 1-ում լամպը չվառվեց, ամպերաչափը հոսանք չգրանցեց, չոր աղը չի հաղորդում հոսանք, քանի որ իոնները շարժման ազդեցություն չունեն։ Փորձ 2-ում նույն արդյունքը, շաքարավազը մոլեկուլային բյուրեղ է և չունի իոններ, ուստի չի հաղորդում հոսանք։ Փորձ 3-ում լամպը չվառվեց, ամպերաչափը հոսանք չգրանցեց, քանի որ մաքուր ջուրը գրեթե չի հաղորդում հոսանք, այն չունի բավարար իոններ։ Փորձ 4-ում լամպը վառվեց, ամպերաչափը գրանցեց հոսանք։ Սա ցույց է տալիս, որ կերակրի աղը լուծելիս բաժանվում է նատրիումի և քլորի իոնների, որոնք ապահովում են էլեկտրահաղորդականությունը։ Փորձ 5-ում լամպը չվառվեց, ամպերաչափը հոսանք չգրանցեց։ Շաքարավազը ջրում լուծվում է մոլեկուլների ձևով և չի առաջացնում իոններ, հետևաբար հոսանք չի հաղորդում։ Փորձով մենք համոզվեցինք, որ էլեկտրահաղորդականությունը պայմանավորված է լուծույթում իոնների առկայությամբ։ Իոնային միացությունը ջրում լուծվելիս տալիս են իոններ, ուստի այդ լուծույթները հոսանք հաղորդում են։ Ոչ իոնային միացությունները ջրում չեն բաժանվում իոնների և չեն հաղորդում հոսանք։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։